շատ էական փոփոխություններ են տեղի ունենում։ Տեսեք ժողովուրդ, ասում են օրինակ, հեղափոխությունից հետո ինչ ա փոխվել, բան չի փոխվել։ Ընդ որում այս հարցինի պատասխան մենք ունենք թվեր։ Մենք ունենք թվեր, որ կարող ենք բերենք։ Մենք կարող ենք ասենք 5000 կիլոմետր ճանապարհ, որ կառուցել ենք, 500 մանկապարտեզ, որ կառուցել ենք, 300 դպրոց, որ կառուցել ենք մինչև 2026 թվականի դեկտեմբերը։ Մենք ունենք թոշակ, որ նվազագույն թոշակը 18 թվի, 26 թվի եռապատկել ենք, 8 տարի ես վարչապետ եմ, 7 անգամ անդրադարձել ենք թոշակի հարցին։ Մենք ունենք առողջության ապահովագրության համակարգ։ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 1-ը, հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մենք 52 միլիարդ դրամի ծառայություն ենք մատուցել մինչև 18 տարեկան երեխեքին առողջապահական եւ 65+ թոշակառուներին։ Շուրջ 140 միլիոն դոլարի մենք ձեզ ծառայություն ենք մատուցել, դրա համար դուք վճարել եք 0 դրամ, որպես հենց առողջապահական հիմնարկներում։ Մենք ուրիշ թվեր ունենք, մենք ունենք ուսուցիչների ատեստավորման տվյալներ, մենք ունենք տնտեսական աճի տվյալներ, բայց այս ամեն ինչի մի բաներ կա, որ թվով չես կարա նշես, իսկ դա հետևյալն է, և դա պետք է միայն առերեսվես դրա հետ և զգաս, իսկ դա հետևյալն է, սա որպես քաղաքացու ձեր ուժը, հզորությունը և կարողությունը։ Ես ուզում եմ հետևյալ օրինակը բերել, այսօր տեսեք, ընտրություններին մասնակցում են նաև մարդիկ, ովքեր տարիներ առաջ իրանց անվանում են միակ տղամարդ։ Մասնակցում են մարդիկ, ովքեր ասում էին տարիներ առաջ, որ իրանք հզոր են, իրանք ամենակարող են, իրանց դեմը խաղ չկա։ Մասնակցում են մարդիկ, ովքեր ասում էին, որ իրանք ամենաուժեղն են։ Այդ մարդիկ կար ժամանակ, որ որոշում էին ով բիզնես անի, ով չանի, ով արտահանի, ով ներկրի, ով քշի ավտո, ով չքշի, ով քայլի, ով չքայլի, ով լավ զգա, ով լավ չզգա։ Այդ մարդիկ նույնիսկ կարային մարդկանց ճակատագիրը որոշեին, բայց այսօր այդ մարդիկ ոչ մի բան չեն որոշում։ Այդ մարդիկ բացարձակապես ոչ մի բան չեն որոշում։ Բայց այսօր կա սուբյեկտ, որը որոշում է։ Եվ այդ սուբյեկտը իրանք ժամանակին կարային հավակնեին, որ ձեզանից յուրաքանչյուրի ճակատագիրը կարան որոշեն, բայց իրանք այլևս չեն կարա ձեր ճակատագիրը որոշեն, բայց դուք կարաք իրանք ճակատագիրը որոշեք և առաջիկա ընտրություններում դուք իրանք ճակատագիրն եք որոշելու, ահա թե ինչպես ասում են, երկրագունդը կլոր է, և ահա տեղի է ունենում առերեսումը, տեղի է ունենում ձեր ամենակարևոր հանդիպումը քրյա օլիգարխիայի հետ, և իրանք, որ մի ժամանակ մտածում էին, որ կարան որոշեն ձեր ճակատագիրը, ձեր երեխաների ճակատագիրը, այսօր իրանք սպասում են ձեր դատին և ձեր որոշմանը։ Էս է փոխվել Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այսօր մեր իրավապահները ձայնագրության հետևից թողարկում են։ Այդ ձայնագրությունը պարզ է, հələ այն որ ընտրակաշարք են ուզում բաժանեն, այն որ փող են տալիս, այդ հələ առանձին, այդ իրավական հարց է։ Բայց հələ այդ ձայնագրությունների մեջ ոնց են իրանք խոսում Հայաստանի քաղաքացու մասին, ոնց են խոսում են մարդկանց մասին, ովքեր ունեն ընտրելու իրավունք և պետք է կատարեն իրանց ընտրությունը։ Այդ մարդկանց համեմատում են մարմնավաճառի հետ, այդ մարդկանց անվանում են շուն ու շանգյալ, պատերազմի վետերաններին հոտի և նախիդի հետ են համեմատում այդ մարդիկ։ Այդ մարդիկ վերջին բառերն են օգտագործում
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ եւ իրանք անկեղծ են, որովհետեւ երբ որ իրանք եղել են իշխանություն, իրանք քաղաքացուն հենց այդ կարգավիճակում էլ ուզեցել են դնել, բայց մենք իրար հետ ոտի ենք կանգնել եւ ասել ենք Շունուշանգալը մենք չենք, Շունուշանգալը դուք եք եւ իրանք այսօր այլևս հզորի կարգավիճակում չեն, այլևս իրանք ուզում են փողով ձեր ուժը առնեն, որ գրքին գործ ունենան անուժ անկարող քաղաքացու հետ։ Եվ դուք պետք է որոշեք, ես ասել եմ եւ ասում եմ, ես 2021 թվականի ընտրություններին եմ եկել, իմ գործընկերներն ասում են, ինչ ես տենց ասում, տենց մի ասա, բայց ես ասել եմ եւ ճիշտ եմ արել, որ ասել եմ, եթե ժողովուրդը 21 թվականի ընտրություններից հետո, եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է կանգնեմ գնդակահարության պատի տակ եւ հլու հնազանդ կկանգնեմ գնդակահարության պատի տակ։ Եվ դա այն ժամանակներն էր ժողովուրդ, երբ իրանք ինձ մեղադրում էին, ասում էին հզոր բանակ ունեի, ասում էին, բայց պատերատարավ բանակը քանդեց, պատերազմը տանուլ տվեց, ասում են բանակը քանդեց։ Հիմա ես ձեզ մի բան ասեմ, որպես դուք պատկերացնեք, թե բանակը քանդել եմ, թե բանակը եղել է քանդված։ Մեր բանակի հրետանային առանցքային միջոցը այն ահագին մարդկա հաստատ գիտի, եղել է D30 հրանոթը, մեր հրետանու առանցքային միջոցը։ Հրետանին էլ ասվել է, որ պատերազմի աստվածն է, այսինքն այդ պատերազմի աստվածների աստվածը մեր բանակի համար եղել է D30 հրանոթը։ Ես մի հատ հարց տամ ու ինքս էլ պատասխանեմ։ Առաջին անգամ երբ է Հայաստանի բանակը D30 գործարանային արտադրության, այսինքն զավացկոյ վիճակի D30 հրանոթ ստացել։ Գիտեք երբ առաջի անգամ եղել, 2023 թվին։ 2023 թվին է առաջի անգամ եղել, որ D30 հրանոթ Հայաստանի համար արտադրվել է ու գործարանից մատակարարվել է Հայաստանի Հանրապետությանը։ Դրանից առաջ, երբ որ Սերժ Սարգսյանը 2016 թվին ասում էր 80-ականների զենքեր, ինքը գլուխ է գողացել, ժողովուրդ ջան։ Այդ զենքերը 80-ականների չեն եղել, զենքերը եղել են 70-ականների, 60-ականների, 50-ականների, այդ զենքերը նախկինում այդ D30-ները եւ հրետանին, որ մենք ունեցել ենք, բոլորը եղել է ըստ էության, այդ դրան ասում են նի կոնդիցիոնի, այսինքն ըստ էության համարյա ոչ պիտանելի վիճակում եւ այսպիսի բանակ են իրանք ժառանգել մեզ, ձեզ, ինձ։ Եվ երբ որ մենք խոսում ենք Սեյրան Օհանյանի կանսերվի կոկոշների մասին նկատի ունենալով այդ բաներում դիրքերում կախած կանսերվի կոկոշները, ես իրականում կանսերվի կոկոշներ ասելով նկատի ունեմ մեր սպառազինության 70%-ը եղել է 21-րդ դարում կանսերվի կոկոշի կարգավիճակում, որովհետև դա 21-րդ դարի համար արդեն իսկ կանսերվի կոկոշ էր։ Եվ վաղը դուք գիտեք, որ տեղի ունենալու զորահանդես։ Մենք նոր D30 հրանոթները, որոնք առաջի զավացկոյ, պարզա չեն չեմ ասում, որ առաջի օգտագործողը մենք ենք, մեզնից առաջ ոչ մեկ չի կրակել։ Տենց հրանոթ մենք առաջի անգամ ունեցել ենք 2023 թվին D30-ի մասինը, բայց մենք վաղը ձեզ ցույց ենք տալու D30 նոր զավացկոյ հրանոթները, բայց մենք ձեզ ուրիշ հրետանել ենք ցույց տալու։ Դուք մենակ այդ հրետանների չափերը կհամեմատեք, չափերը ուրիշ բան չեմ ասում։ Եվ կտեսնեք, թե ինչի մասին էր խոսք 2020 եւ 2021 թվին։ Իսկ վաղը մենք ձեզ ցույց ենք տալու գեր ժամանակակից ռազմական տեխնիկա, որ ձեռք է բերվել 2022 թվականից հետո։ Եվ ընդ որում արտադրվել է մի մասն էլ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականից հետո։
Եվ այսօր այդ տեխնիկան նաև արտահանվում է, զարգացած երկրները արտահանվում։ Եվ մենք այդ ամեն ինչը մենք 2022 թվից գիտության ֆինանսավորումը 2.7 անգամ ավելացրել ենք։ Գիտական ոլորտում աշխատավարձերը 100-ից 300%-ով ավելացրել ենք։ Ռազմարդյունաբերական համալիրում 170 միլիարդ դոլարի ներդրում ենք արել եւ այս տարի արդեն առաջին անգամ մեր ռազմարդյունաբերական համալիրը տասնյակ միլիոնավոր դոլարների պայմանագիր է կնքել եւ մեր այդ ներդրումները արդարանում են եւ վերադառնում են։ Բայց այդ մասին ավելի մանրամասն վաղը կխոսենք։ Իսկ այսօր ես ուզում եմ խոսել ամենակարևորի մասին։ Ինչ էլ խոսանք ընտրությունների կոնտեքստում հազար հարց կա։ Այդ ամեն ինչը շատ կարևոր են, բայց ամենակարևորը չեն։ Ամենակարևոր բանը, որի մասին ես ուզում եմ ձեզ հետ խոսել, հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունում ի վերջո հաստատված է խաղաղություն։ Եվ ես հաստատված խաղաղության առիթով շնորհավորում եմ բոլորիդ ժողովուրդ ջան։ Եվ այս ընտրություններում լուծվող առանցքային հարցը հետևյալն է. Հայաստանի քաղաքացին ի վերջո տեր կանգնելու է խաղաղությանը, թե տեր չի կանգնելու։ Եվ տեսեք, մեր 9 ամսական խաղաղությունը նման է 9 ամսական երեխայի։ Այսօր, որ Հայաստանում քաղաքացիների դեմքին մի քիչ հանդարտություն է հայտնվել, ժպիտ է հայտնվել, դա մեր 9 ամսական խաղաղության գոյության շնորհիվ։ Եվ ինչպես 9 ամսական ամեն երեխա, այդ 9 ամսյա խաղաղությունը մեծ ուրախություն ու երջանկություն է պատճառում, բայց 9 ամսյա խաղաղությունը 9 ամսյա երեխայի հետ մի ուրիշ ընդհանրություն էլ ունի։ Եթե մենք նրա նկատմամբ խնամք չտանենք, նա չի ապրի։ 9 ամսական երեխային, որ չխնամես, կապրի 9 ամսական երեխան, նույնն էլ խաղաղությունն է։ Եվ այս խաղաղությունը արդեն իրական է, արդեն կոնկրետ է, արդեն շոշափելի է, եւ շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին 2026 թվականի հունիսի 7-ին գնա ընտրական տեղամաս եւ տեր կանգնի խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչու ենք քվեարկում 16-ին, որտեղ այդ քվեարկությունը ինքնանպատակ չի, դա առևտուր չի, ժողովուրդ ջան, դա աթոռի կռիվ չի, դա պաշտոնի կռիվ չի, շատ լուրջ լրջագույն հարցեր են որոշվելու այս ընտրությունների արդյունքներով։ Եվ 16-ին քվեարկելը պետք է նշանակի շատ կարևոր բաներ, մասնավորապես, որ մենք պետությանը տեր ենք, անկախությանը տեր ենք, ապագային տեր ենք, խաղաղությանը տեր ենք։ Եվ այս կետն է, որ քաղաքացին պետք է իր ուժը եւ հզորությունը տեսնի, գիտակցի եւ առերեսվի այդ ուժի հետ։ Որովհետեւ տեսեք ինչ արտահայտությունների մասին է խոսքը, պետություն, շատ բարդ, պատմականորեն շատ բարդ եւ բազմաշերտ հասկացություն, անկախություն, շատ բարդ եւ շատ բազմաշերտ հասկացություն, ապագա, շատ բարդ եւ շատ բազմաշերտ հասկացություն, խաղաղություն, շատ բարդ եւ շատ բազմաշերտ հասկացություն։ Եվ այս ամբողջ հանգուցի հանգուցալուծումը, պատկերացնում եք, կախված է ընդամենը մի մարդուց։ Խնդիրը բարդ է, բայց լուծումը պարզ է, որովհետև այդ լուծումը կախված է ընդամենը, պատկերացնում եք, ընդամենը մի մարդուց։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ Եվ այդ մեկ մարդը դու ես։
Եվ այդ մեկ մարդը դու ես, 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 այդ մեկ մարդը դու ես։ Եվ այդ մեկ մարդը դու ես, եւ 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 այդ մեկ մարդը դու ես, ով այդ մեկ մարդը ես ուզում եմ իրա ձեռը տնեմ բարձրացրած։ Եվ ահա այս մեկ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ եւ պետականատեր ժողովուրդ, տեր ժողովուրդ, տեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, ակունքին, կոտայքի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Ժորժ ջան, երեք կարճ հայտարարություն։ Առաջին հայտարարությունը Հանրապետության օրը Հանրապետության հրապարակում։ Վաղը Հանրապետության օրն է եւ ես հույս ունեմ բոլորիդ տեսնել Հանրապետության հրապարակում, որովհետեւ վաղը ոչ միայն զորահանդես է տեղի ունենալու։ Այդ զորահանդեսի փոփոխության սցենարը այս վերջին երկու ամսում, որ քաղաքացիներից շփվում եմ, դրա արդյունքում սցենարը փոխվեց, որովհետև քաղաքացիներից մեկը այդ որ խոսում էի, էլի խոսեց բանակից, անվտանգությունից, ես էլ ասի մայիսի 28-ին զորահանդես ենք անելու, կտեսնեք մեր պատասխանները։ Եվ քաղաքացին ինձ համար շատ անսպասելի բան ասեց, դե գիտենք լավ ինչ եք անելու, բան ասի ինչ ենք անելու, ասեց տեսա բերելու եք մակետ բաներ սարքած մուլաժները կամերաների դեվոր ֆսցնելով անցնեք, որ մարդիկ չջոգեն, հերթական անգամ մարդկանց աչքերին թոզ փչեք։ Շատ ծանր տար այդ խոսակցությունը եւ օրերով մտածում եմ, ասում եմ, լավ, ինչ կարամ, ոնց ես չեմ կարա այդ արտահայտությունը անարդագանք թողեմ եւ լուծումը կտա եւ կայացրի որոշում։ Որոշումը հետեւյալն է. զորահանդեսի սպառազինությունը, երբ որ Հանրապետության հրապարակով անցավ, չի հեռանալու։ Այլ մենք ամբողջը Տիգրան Մեծի պողոտայում կանգնացնելու ենք վաղը մինչև կեսգիշեր, որպեսզի դուք բոլորդ հնարավորություն ունենաք գաք, նայեք, հետո հեռանալիս եթե էլի մեջներդ կասկած կընկնի, թե արդյոք այդ տեսածը իրականություն եք, մի հատ է ժամանակ ունենաք, մի հատ էլ գաք նայեք, դրանից հետո երբ որ վերադառնաք ձեր բակ, ձեր չտեսած հարևան, ովքեր չեն տեսել աչքերով, չտեսած հարևանները, տեղում չտեսած հարևանները ասեն, էլի գնացիք, թողեցիք աչքերներիդ թոզ փչեն, մի հատ էլ այդ հարևանի հետ վերադառնաք, մի հատ էլ նայեք, դրանից հետո երբ որ գնաք հանգիստ քնեք, համոզված նոր դրանից հետո սպառազինությունը այնտեղից տանելու ենք։ Դրա համար վաղը հույս ունեմ կգաք, որովհետև դա ձեզ համար է առաջին հերթին, դա մեր հաշվետվությունն է ձեզ, որովհետև մենք 2022 թվականին մեզ ասել են քանդեցին, կերան, տարան, այդ բանակի անվան տակ, Շվեյցարիա տարան փողերը, չգիտեմ Կանադա տուն առան, Ֆրանսիա, մենք սուս ու փուս աշխատել ենք, որ գա այսօրը, որ մենք մի օրում այդ բոլոր հարցերի պատասխանը տանք, ընդ որում դուք տեսնելու եք ոչ միայն նոր սպառազինություն, դուք տեսնելու եք նաև նոր
հագուստը բանակի եւ տոնական հագուստը եւ դաշտային հագուստը։ Այս առաջին հայտարարությունը։ Այնպես որ Հանրապետության օրը Հանրապետության հրապարակում։ Երկրորդ հայտարարությունը մեր այսօրվա եզրափակիչ հավաքը տեղի ունենալու Աբովյանի քաղաքապետարանի հարակից հրապարակում եւ մեծ պատիվ կլինի ձեզնից յուրաքանչյուրին տեսնել այնտեղ Հավաքը սկսելու է ուղիղ ժամը 20:00-ին, ոչ մի րոպե, ոչ շուտ, ոչ ուշ, ճշգրիտ ժամը 20:00-ին։ Այնտեղ կանչեն ելույթներ, ես էլ ելույթ կունենամ, բայց բացի քաղաքական ելույթ ունենալը, ելույթ կունենամ նաև հարվածային գործիքների վրա, բոլորիդ համար նվագելով վարչաբենդի հետ իրական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն երգը։ Եվ երրորդ հայտարարությունը, երեխեք ջան, ես գիտեմ, որ դուք ուզում եք քարտեզ նվեր ստանաք եւ որոշները ուզում են նաեւ նկարվեն, ես ձեզ խնդրում եմ, այս կողմից այստեղ մի շարքով հերթ կանգնել, որպեսզի արագ ես ձեր նվերները տամ եւ մենք գնանք պատրաստվենք Աբովյանի երեկոյան մեծ հավաքին։